Ուշադիր նայեք այս կադրերին, սրանք բացառիկ են, ճանաչեցիք, հենց հիմա դուք տեսնում եք լեգենդար Տիտանիկ նավը, արդեն խորտակված օվկիանոսի հատակին, հայտնի տախտակամածն է, այս սպասքով մարդիկ վերջին անգամ ընտրել են խորտակվելուց րոպեներ առաջ, մարդկանց կոշիկները ու նույնիսկ անկողինները, բայց հիմա մոտենում ենք ամենատարօրինակ մասին, տեսնում եք Տիտանիկ գրվածքը, հիմա ուշադիր նայեք, այնտեղ, որտեղ ներկը թափվել է, Տիտանիկ տառերի հետևում երևում են M և P տառերը, ինչ կապ ունեն դրանք, հենց այս կադրերը շոկային բացահայտում արեցին, ինչ է իրականում կատարվել Տիտանիկ նավի վրա չարաբաստիկ գիշերը խորտակվելուց ընդամենը րոպեներ առաջ և ինչ են մեզնից թաքցրել 114 տարի, հենց հիմա դուք կտեսնեք, թե ինչ են հայտնաբերել օվկիանոսի հատակին խորտակված Տիտանիկի վրա, կադրերը իսկապես ցնցող են։ Ուզում եք էժան գներով Հայաստանի ձեր բարեկամներին ուղարկեք ապրանք կամ գումար, ուր գնաք, գնում եք Երևան Փոստ, այնտեղ բացառիկ էժան գներ են գործում ձեզ համար, իմ հետևորդների համար։ Եթե ուզում եք ապրանքը ուղարկել ինքնաթիռով, 1 փաունդի համար վճարում եք ընդամենը $1.99։ Եթե ուզում եք ծանրոցը ուղարկել նավով, ապա վճարում եք 1 ծանրոցի համար, ևս 2 ծանրոց ուղարկում եք լրիվ անվճար։ Կարող եք ուղարկել նաև կահույք, ցանկացած տեսակի մեծ ապրանք ու նույնիսկ ավտոմեքենա, սեդանի համար վճարելով $1,699, SUV-ի համար $1,799։ Այս զեղչերը գործում են մինչև Mother's Day, մինչև մայիսի 10, այնպես որ շտապ եք, հավաքեք ծանրոցները ու գնացեք Երևան Փոստ, հեռախոսահամարն ու հասցեն տեսնում եք։ Վերադառնանք չարաբաստիկ գիշերը։ 1912 թվական ապրիլի 15, 12:05, խուլ, սառը գիշեր, Ատլանտյան օվկիանոս։ Կապիտան Սմիթը հրամայում է իջեցնել փրկարարական նավակները և բացել նավի ռադիոսենյակը։ Տիտանիկի երկու ռադիստները սկսում են անել իրենց կյանքի ամենասարսափելի աշխատանքը։ Գիշերը 12:20, դիսպեչերները ստանում են միևնույն ազդանշանը։ Տիտանիկը խորտակվում է։ Կոորդինատներն են 41 աստիճան 44 րոպե հյուսիսային լայնության և 50 րոպե 24 աստիճան արևմտյան երկայնության։ Մինչ Տիտանիկի նվագախումբը հնչեցնում էր վերջին մեղեդին, նավի ռադիստը մինչև վերջին վայրկյանը, անգամ այն պահին, երբ ջուրը հասել էր նրա ծնկներին, շարունակում էր ուղարկել SOS ազդանշանը և Տիտանիկի կոորդինատները, հույսով, որ օգնությունը երկար սպասել չի տա։ Բայց օգնությունը 1500 մարդու համար այդպես էլ տեղ չհասավ։ Տիտանիկը խորտակվեց, իր հետ տանելով տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր։ Փրկվեցին միայն քչերը, մոտավորապես 700-ը։ Իսկ հիմա մի հարց, որը տանջում էր տասնամյակներ շարունակ մարդկանց։ Եթե նավի խորտակվելու պահին Տիտանիկից ուղարկվել է SOS ազդանշանը և ռադիստը հստակ հայտնել է կոորդինատները, որտեղ խորտակվել է լեգենդար նավը, ինչու 1912 թվականից հետո շուրջ 73 տարի ոչ ոք չէր կարողանում հայտնաբերել հսկայական նավը օվկիանոսի հատակին։ Երկար տարիներ ընդունված էր համարել, որ պատճառը միայն այն է, որ չկա զարգացած տեխնիկա կամ բանիմաց մասնագետներ, ու միայն հետագայում բացահայտվում է սարսափելի ճշմարտությունը։ Տիտանիկը շուրջ 73 տարի չեն կարողացել հայտնաբերել մի պարզ պատճառով։ Կյանքի վերջին վայրկյանները անգամ վտանգելով SOS ազդանշան և կոորդինատներ ուղարկող ռադիստը իրականում սխալ կոորդինատներ էր ուղարկել։ Ռադիստը տվել էր 21 կիլոմետրի շեղում, 21 կիլոմետր սխալմամբ էր հայտնել Տիտանիկի խորտակվելու վայրը, 21 կիլոմետր, որը դառնում է 1500 մարդու կյանքի գինը։ Մարդիկ Տիտանիկը փնտրում էին այնտեղ, որտեղ նա իրականում չէր խորտակվել։ Բայց գալիս է պատմական 1985 թվականը և հայտնվում է նա,
Այս մարդը գիտնական Ռոբերտ Բալարդն է, հիշեք նրա անունը, որովհետև իրականում հենց այս մարդու շնորհիվ դուք փաստացիորեն նայել եք Տիտանիկ ֆիլմը։ Ինչու, որովհետև Տիտանիկի իրական խորտակման պատմությունը եւ բոլոր մանրամասները ընդհուպ միջև այն կադրը հիշարժան, որտեղ նավը կիսվում է երկու մասի, այդ բոլոր մանրամասները մենք ստացել ենք 1985 թվականին Բալարդի շնորհիվ մարդու, ով վերջապես հայտնաբերում է Տիտանիկը օվկիանոսի հատակին։ Եթե նա չլիներ, մենք այդ ամենը այդպես էլ չէինք իմանա։ Բալարդը իր ամբողջ կյանքի ընթացքում տենչում էր գտնել Տիտանիկը։ Բալարդը որոշում է մշակել եւ ստեղծել մի սարքավորում, որը այդ տարիների համար իսկապես տեխնոլոգիական հեղափոխություն էր։ Այս սարքը հնարավորություն էր տալիս բարձր որակի ֆոտո եւ վիդեո նկարահանում իրականացնել ջրի հատակում, եւ սա շատ է հետաքրքրում Ամերիկայի հատկապես ռազմական նավատորմին։ Ինչու՞։ Որովհետև իրականում սառը պատերազմի տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը կորցրել էր 2 ատոմային սուզանավ, որոնցից մեկը օվկիանոսի հատակը սուզվել էր իր վրա ունենալով ատոմային զենք։ Նման սուզանավի հսկայածավալ որոնողական աշխատանքներ իրականացնելը չափազանց աղմկոտ կլիներ եւ ուղղակի իլուր աշխարհի հայտնել, որ Ամերիկան կորցրել է ատոմային սուզանավ, այն էլ ատոմային զենքով ու հիմա փորձում է այն փնտրել գտնել, իսկապես սենսացիոն իրադարձություն կլիներ։ Հենց դրա համար էլ Ամերիկան հասկանում է, որ պոպուլյար Տիտանիկ նավի որոնողական աշխատանքները շատ հարմար ծածկույթ կարող են լինել իրականում ատոմային սուզանավը փնտրելու համար։ Իսկ Բալարդը սրանից խելացիորեն օգտվում է։ Սկսվում են որոնողական աշխատանքները։ Բալարդը չափազանց լարված էր։ Նա հասկանում էր, որ օվկիանոսի հատակ իջնում է բոլորովին այլ միսիայով, որը իրականացնելու համար ունի ընդամենը 2 շաբաթ ժամանակ։ Ժամանակը թռչում է շատ արագ ու հատկապես նրանից հետո, երբ ռազմական մասով Բալարդը արդեն իրականացնում է իր առաքելությունը, նրան տրվում է հաշված օրեր արդեն Տիտանիկի որոնողական աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Ու կարելի է ասել, որ Բալարդը եւ նրա թիմը գրեթե այլևս հույս չուներ եւ գալիս է 1985 թվականի սեպտեմբերի 1-ը, գիշերը 1:40 րոպե։ Բալարդը եւ նրա թիմը լարված են։ Նրանք հավաքված են խցիկում ու հետևում են, թե ինչ է ռոբոտի տեսախցիկը ֆիքսում ջրի հատակին։ Ու հանկարծ հենց այդ վայրկյանին տեսախցիկի օբյեկտիվում հայտնվում են տարօրինակ բեկորներ, հետո ածուխ, իսկ հետո ժանգոտված ինչ-որ մի հսկայական կաթսա, որը սակայն իր տեսքով շատ նման էր այն մեկին, որը կար Տիտանիկի վրա։ Մի քանի րոպե հետո քարացած լռության մեջ հնչում է երանելի արտահայտությունը։ Մենք գտանք նրան։ Բալարդը գտել էր Տիտանիկը։ Բայց բանն այն էր, որ Բալարդը Տիտանիկը գտել էր մոտավորապես 21 կիլոմետր այն կողմ ընդունված կոորդինատներից, որոնք ռադիստը հայտնել էր Տիտանիկի խորտակման պահին SOS ազդանշանը ուղարկելիս։ Հայտնվում են առաջին կադրերը։ Գիտնականները իսկապես շոկի մեջ են։ Տիտանիկի քթամասը, այսինքն առջևի հատվածը ջրի հատակին։ Այն կանգնած էր հատակին ուղիղ։ Տպավորություն էր, որ այն պատրաստվում է նորից ուրվոր է ճեղքել ալիքները։ Բալարդը իր տեսախցիկը շարունակում է վարել դեպի նավի հետնամասը, ցանկություն ունենալով ֆոտո եւ վիդեո ստանալ ամբողջական նավից։ Ու հենց այստեղ գիտնականները ցնցվում են, որովհետեւ Տիտանիկի հետնամասը չկար, այն գոյություն չուներ։ 73 տարի շարունակ օֆիցիալ պաշտոնական տվյալների համաձայն Տիտանիկը
խորտակվել էր ամբողջապես, այսինքն սկզբում այն լցվել էր ջրով, իսկ հետո ամբողջական նավը անցել էր ջրի հատակը, ու չնայած որ բազմաթիվ փրկվածներ վկայում էին, որ փրկարարական նավակների վրայից հեռվից հստակ տեսել են, որ ինչ-որ պահի նավը կիսվել է երկու մասի եւ երկու մասերը, քթամասը ու հետին մասը առանձին են սուզվել ջրի հատակը, պաշտոնական տվյալները եւ White Star Line ընկերությունը, որին պատկանում էր Տիտանիկը, հստակ պնդում էին. նավը ամբողջական է խորտակվել։ Այս բացահայտումը շրջադարձային էր, Բալարդը ապացուցում էր, որ սրանք փրկվածների հալյուցինացիաները չեն եւ իսկապես ինչ-որ պահի Տիտանիկը կիսվել է երկու հավասար մասի եւ երկու մասերը առանձին են սուզվել օվկիանոսի հատակը։ Բալարդը շարունակում է փնտրել եւ մոտավորապես 600 մետր հեռավորության վրա տեսախցիկը գտնում է նաեւ Տիտանիկի հետնամասը։ Եվ սա էլ ավելի շոկային կադր է լինում, որովհետև եթե Տիտանիկի առաջնամասը, քթամասը հստակ կանգնած էր օվկիանոսի հատակի վրա, ապա հետնամասը բառի բուն իմաստով կարծես պայթեցված լիներ, այն գոյություն չուներ, այն ուղղակի վերածվել էր մետաղե ջարդոնի։ Բայց ամենասարսափելին լինում է այն, ինչը տեսախցիկները ֆիքսում են, այսպես ասած, մեռյալ գոտում, այսինքն այն հատվածում, որը ընկած էր Տիտանիկի քթամասի եւ հետին մասի մեջտեղում։ Բալարդի տեսախցիկը նախ ֆիքսում է այս լեգենդար հատվածը, տախտակամածը նավի, որը ամբողջությամբ պատված էր ժանգով, բայց խնդիրն է, որ սա սովորական ժանգ չէր։ Սա օվկիանոսի հատակին գտնվող բակտերիա է, որը տարին տարվա վրա պարզապես շարունակում էր ուտել, քայքայել Տիտանիկը։ Ու հետաքրքիր մի փաստ։ Հիմա էլ գիտնականներն ասում են, որ այս բակտերիան շարունակում է քայքայել նավը եւ մոտավորապես 20-30 տարի հետո այդ բակտերիան Տիտանիկից գրեթե ոչինչ չի թողնի, միայն նարնջագույն բիծ օվկիանոսի հատակին 4000 կիլոմետր խորության վրա։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի մենք երևի թե վերջին սերունդն ենք, որ կարող ենք հնարավորություն ունենալ Տիտանիկը այս տեսքով տեսնել օվկիանոսի հատակին։ Նավի քթամասի եւ հետին հատվածի արանքում ընկած մահվան գոտում դեռևս պահպանվել էին թղթապանակներ, որի ներսում փաստաթղթեր էին, չբացված նամակներ էին, հայլիներ, որոնք անվնաս պահպանվել էին։ Ու նույնիսկ դաշնամուր նավի բեկորների արանքում տպավորություն էր, որ դրանից մինչև այդ պահն էլ հնչում էր վերջին երաժշտությունը, որ Տիտանիկի վրա կար խորտակվելուց առաջ։ Բայց ամենասարսափելին այս կադրերն էին, մարդկանց կոշիկների կադրերը, որովհետև օվկիանոսը մարդկանցից ոչինչ չէր թողել, բայց այս կոշիկները կարծես մարդկանց հուշարձաններ լինեին, որովհետև հստակ պարզ էր, որ այնտեղ, որտեղ Բալարդի տեսախցիկը ֆիքսում է մարդկային կոշիկները, մի քանի տարի առաջ վերջին անգամ եղել են իրական մարդիկ։ Բալարդի թիմը նավի արտաքին հատվածը ուսումնասիրելուց հետո որոշում է անել անհնարինը։ Նա որոշում է ռոբոտի միջոցով ներխուժել նավի ներսի հատվածը եւ տեսնել, թե ինչ է պահպանվել այնտեղ, ու այս կադրերը իսկապես բացառիկ են լինում։ Բալարդին հաջողվում է մտնել եւ տեսանկարահանել այն հատվածը, որտեղ ժամանակին գտնվում էր Տիտանիկի լեգենդար մեծ սանդուղքը։ Տարիներ անց պահպանվել էին Տիտանիկի հսկայական ապակյա ջահերը, օվկիանոսի ճնշումը դրանց չէր վնասել։ Բալարդի տեսախցիկը ֆիքսում է չբացված գինու եւ շամպայնի շշեր ու նույնիսկ կահույք, մահճակալներ, սեղաններ, անգամ պատերից կախված նկարների շրջանակները։ Բայց ամենատարօրինակը, ինչ ֆիքսում է Բալարդի տեսախցիկը, լինում է նավի քթամասում, այնտեղ, որտեղ գրված էր Տիտանիկի անունը։ Առաջին հայացքից այս կադրերը ոչինչ չասացին։ Մարդիկ ուղղակի տեսան նավի անվանումը ու մի քիչ թափված ներկը։ Ու միայն տարիներ հետո ամենաուշադիր եւ կոնսպիրոլոգի աչք ունեցող մարդիկ
ֆիքսեցին մի տարօրինակություն։ Ուշադիր նայեք։ Այնտեղ, որտեղ գրված է նավի անունը Տիտանիկ, որոշ հատվածներում ներկը թափված է, եւ թափված հատվածներում հստակ երևում է երկու տառ՝ M եւ P։ Ինչ կապ ունեն այս տառերը Տիտանիկի անվան հետ։ Ինչու են դրանք հայտնվել Տիտանիկի գրվածքի հետևում։ Իսկ հիմա պատրաստ եք լսել ամենաշոկային այս ամբողջ պատմության մեջ։ Հենց սա շրջադարձ է իրականացնում եւ գալիս է ապացուցելու, որ Տիտանիկը իրականում չի խորտակվել։ Ամենայն դեպս այդպիսին էր վարկածը, որ ծնվեց հենց այս լուսանկարներից հետո։ Եւ այսպես ինչ են մեզնից թաքցրել 114 տարի եւ իրականում ինչ էր կատարվել Չարաբաստի գիշերը 1912 թվականին Տիտանիկ նավի վրա խորտակվելուց առաջ։ Եթե փնտրում եք ռեստորան ձեր իվենթի համար, կնունք, ծնունդ, հարսանիք, baby shower, վերանդան լավագույն տարբերակներից է, բացատրեմ ինչու։ Նախ ուտելիքը իսկապես շատ համեղ է եւ ունեն փաթեթներ, որոնք հարմար գներով են սկսվում։ Երկրորդ, վերանդայում երգում են տարբեր ու բազմաոճ երգացանկով երգիչներ, ինչը ձեր իվենթի երաժշտական երեկոն դարձնում է շատ բազմատեսակ ու հարուստ։ Հարմար է թե մեծ իվենթների եւ թե փոքր իվենթների համար ու տարածքը այնպիսին է, որ կարող եք ստանալ ձեր իվենթի թեմատիկային համապատասխանող դիզայն։ Հիշեք վերանդան ձեր հաջորդ իվենթի համար։ Ինչքանով է այսօր ռեալ գալ Ամերիկա եւ դիմել քաղաքական ապաստանի, հարցը ուղղում եմ փաստաբան Մերի Կոստանյանին, Մերի բոլորին հետաքրքրող թոփ հարցին։ Անձը միշտ կարող է գալ եւ դիմել ապաստանի։ Այսինքն, եթե անձը գալիս է տուրիստական կամ մեկ այլ ոչ ներգաղթային վիզայով ԱՄՆ, նա հանգիստ կարող է դիմել։ Երկրորդ ամենակարևոր հարցը, եթե մարդուն արդեն կանչել են հարցազրույցի, հետաձգել, թե այս պայմաններում միևնույնն է գնալ։ Ես կարծում եմ, որ միևնույնն է գնալ, բայց ես միշտ հետաձգելուն կողմ եմ այն պարագայում, երբ որ անձը պատրաստ չի հարցազրույցին, օրինակ չունի բավարար ապացույցներ, օրինակ պատմություն չունի, կամ ինչ որ այլ հանգամանքներ կան, խնդիրներ կան, որոնց արդյունքում անձը կարող է ներկայանալ հարցազրույցի եւ չստանալ այդ ցանկալի ապաստանը։ Իսկ մնացած պարագայում ես խորհուրդ չեմ տալիս հետաձգել, ինչու, որովհետեւ հետաձգումը շատ կարճաժամկետ է լինում։ Մենք այսօր եմ տեսնում ենք, եթե անձին հետաձգում են, ապա 2-3 ամիս հետո նորից անձին հրավիրում են հարցազրույցի։ Ապաստանի գրասենյակի հետ կապված դատարանում շատ ավելի երկար։ Շնորհակալություն ու ես կխնդրեմ, որպեսզի ձեզ հետաքրքրող բոլոր էմիգրացիոն հարցերը ուղարկեք իմ Instagram-ի էջին, թողնեք այս վիդեոյի կոմենտներում ու մենք բարբերաբար Մերիի հետ դրանց կանդրադառնանք։ Կոնսպիրոլոգները համոզված են։ Իրականում այնինչ տեղի ունեցավ Չարաբաստի գիշերը ոչ թե պատահական ու ճակատագրական բախում էր այսբերգի հետ, այլ վերահսկվող վթար, որը պարզապես վերահսկողությունից դուրս եկավ։ Ինչ էր տեղի ունեցել։ Տիտանիկը պատկանում էր մի ընկերության, որի սեփականատերերից մեկը JP Morgan-ն էր։ Ընկերությունը կոչվում էր White Star Line։ Ընկերությունը այդ տարիներին ուներ միանգամից 2 հսկայական ուղևորափոխադրող նավ։ Դրանցից մեկը մեզ բոլորից հայտնի Տիտանիկն էր, իսկ մյուսը Օլիմպիկը։ Առաջինը օվկիանոս դուրս է գալիս Օլիմպիկը, եւ բանն այն է, որ Օլիմպիկը վթարի է ենթարկվում։ Պարզապես White Star Line ընկերությունը անհրաժեշտ ապահովագրական դաշտ չի ունենում Օլիմպիկը վերանորոգելու եւ բոլոր առաջացած ծախսերը հոգալու համար։ Եվ այդ ժամանակ ընկերությունը որոշում է դիմել խորամանկության, որոշում է Օլիմպիկը մի փոքր վերանորոգել, Օլիմպիկ անունը ջնջել եւ դրա վրա գրել Տիտանիկ անունը եւ Օլիմպիկ նավը Տիտանիկ անվան տակ կիսավեր վիճակում հանել օվկիանոս։ Ինչու՞, որն էր նպատակը։ White Star Line ընկերությունը այդքան դաժան էր, որ վթարի ենթարկված նավի միջոցով մոտ 2000 մարդու կյանք էր որոշել ռիսկի տակ դնել։ Ոչ։ Պլանը շատ ռացիոնալ էր ու հաշվարկված։ Օլիմպիկը պետք է դուրս գար նավ։ Հետո փոքրիկ բախում պետք է տեղի ունենար որևէ բանի հետ, չէր նախատեսվում, որ այդ բախումը հսկայական այսբերգի հետ է լինելու, եւ Օլիմպիկը սկսելու էր շատ դանդաղ խորտակվել։ Այս ընթացքում Օլիմպիկից փոքրինչ հեռավորության վրա գտնվող մեկ այլ ուղևորափոխադրող նավ
դատարկ վիճակում պետք է հասներ օգնության եւ քանի որ Օլիմպիկը սուզվելու էր ջրի հատակը դանդաղ, դա հնարավորություն էր տալու բոլոր ուղևորներին տեղափոխել մեկ այլ նավի վրա ողջ եւ առողջ։ Օլիմպիկը խորտակվելու էր, մարդիկ փրկվելու էին, White Star Line ընկերությունը ստանալու էր Տիտանիկի համար նախատեսված ապահովագրական գումարը։ Իսկ արդեն Տիտանիկը Օլիմպիկ անվան տակ շարունակելու էր գոյություն ունենալ։ Այն, որ այս պլանը կարող էր իրականություն լինել, կոնսպիրոլոգները բացատրում են նրանով, որ իրականում 1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը հենց այն հատվածում, որտեղ գտնվել է Տիտանիկ նավը, մի քանի մղոն հեռավորության վրա կանգնած է եղել եւս մի ուղևորափոխադրող նավ SS Կալիֆոռնիանը ու զարմանալի եւ հետաքրքիր մի բան, հսկայական նավը եղել է ամբողջությամբ դատարկ, բայց դրա վրա եղել է մոտ 3000 տաք ֆերմակ եւ լիքը սնունդ։ Ինչի համար է անհրաժեշտ եղել դատարկ նավը օվկիանոս թողնել լիքը սնունդով եւ 3000 տաք ֆերմակներով։ Պլանը վերահսկողությունից դուրս է եկել մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ օվկիանոսը այդ գիշեր եղել է անվերահսկելի եւ նավը ոչ միայն կորցրել է իր հստակ ուրվագծված ճանապարհը, այլ նաեւ շատ պատահականորեն չարաբաստիկ կերպով հանդիպել է հսկայական այսբերգին։ Եվ երկրորդը խնդիրն է, որ ռադիստը SOS ազդանշանը ուղարկելիս տալիս է Տիտանիկի սխալ կոորդինատներ, ինչն էլ SS Կալիֆոռնիան նավին պարզապես հնարավորություն չի տալիս ճիշտ ժամանակին հասնել օգնության։ Եվ հենց դա է լինում պատճառը, որ վթարը դուրս է գալիս վերահսկողությունից եւ Օլիմպիկը շատ արագ սուզվում է օվկիանոսի հատակը, իր հետ տանելով շուրջ 1500 մարդու կյանք։ Ըստ կոնսպիրոլոգների ծրագիրը հենց այդպես էլ իրականացել է եւ այն, ինչ խորտակվել է 15 թվականի ապրիլի 15-ին, բոլորովին էլ չի եղել Տիտանիկը, դա եղել է Օլիմպիկ նավը, իսկ Տիտանիկ նավը ուշադրություն, դրանից հետո դեռ 20 տարի կազմ պատրաստ վիճակում շարունակել է իր գոյությունը։ Okay, իսկ հիմա ըստ մեր բնավորության եկեք մի քիչ ավելի մի կողմ թողնենք խոսակցությունները, կոնսպիրոլոգիաները եւ խորանանք չոր փաստերի մեջ։ Ինչ են ասում փաստերը։ Ուշադիր նայեք այս երկու լուսանկարներին։ Ձախ կողմում դուք տեսնում եք իրական Տիտանիկ նավը, իսկ աջ կողմում դուք տեսնում եք այն Տիտանիկը, որը դուրս է գալիս օվկիանոս։ Առաջին լուսանկարում կոնսպիրոլոգները հստակ նկատում են, որ լուսամուտների թիվը C տախտակամածի 14-ն է։ Մինչդեռ աջ լուսանկարի Տիտանիկում, որը դուրս է եկել օվկիանոսից, իսկ հետագայում նաև խորտակվել է, այդ նույն տախտակամածի լուսամուտների թիվը 16-ն է։ Հիմա հարց. ինչու պետք է շինարարությունից հետո ու անմիջապես նավարկության դուրս գալուց առաջ լուսամուտների թիվը 2-ով շատ պատահական ավելանար։ Իսկ ըստ փաստաթղթերի Օլիմպիկ նավը ի սկզբանե C տախտակամածի վրա ունեցել է 16 լուսամուտ։ Ըստ նախագծի Տիտանիկ նավի A տախտակամածի դիմացի հատվածը պետք է ամբողջությամբ փակ լիներ ապակիներով, որպեսզի այն պաշտպաներ առաջին կարգի ուղևորներին քամուց, բայց թե ֆիլմից եւ թե պահպանված դոկումենտալ կադրերից մենք հստակ հիշում ենք, որ տախտակամածը բոլորովին ապակե ծածկույթ չի ունեցել։ Եվ գուշակեք, թե որ նավի A տախտակամածը եւս չի ունեցել ապակե ծածկույթ, իհարկե Օլիմպիկ նավինը։ Սա երկրորդ զուգադիպությունը։ Դեպքից մի քանի տարի հետո նավաստիներից մեկը տալիս է հարցազրույց եւ իլուր աշխարհի հայտնում է, որ 1912 թվականին հենց նա է եղել նավաստիներից մեկը, որը Տիտանիկ նավը ճանապարհել է նավահանգստից եւ նա հստակ տեսել է, որ նավի կողքի հատվածում գրված է եղել Օլիմպիկ անունը, պարզապես դրա վրա ներկված է եղել թարմ ներկով Տիտանիկ անունը։
Եվ տրամաբանական հարցին մարդկանց, թե ինչու այսքան տարի նավաստին ուղակի լռել է, նա պատասխանել է, որ ուղակի White Star Line ընկերությունը սպառնացել է իրեն զրկել աշխատանքից եւ դա է եղել պատճառը, որ նա վախից տարիներ շարունակ լռել է։ Եվ առհասարակ տարիներ շարունակ տարբեր գիտնականներ, տարբեր հետազոտողներ մանրամասն ուսումնասիրելով թե Տիտանիկի եւ թե Օլիմպիկի նախագծային պլանները, բերում են ապացույցներ, որ իրականում այն նավը, որը դուրս է եկել օվկիանոս, իր նախագծային վիճակով ավելի նման է եղել Օլիմպիկին, քան Տիտանիկին։ Բայց հիմա ամենահետաքրքիրը այն, որ Տիտանիկը իրականում չի խորտակվել, այլ սա եղել է վերահսկված վթար, ունի եւս մի հետաքրքիր ու շատ միստիկ ենթատեքստ։ Կոնսպիրոլոգների մի մասը ենթադրում է, որ իրականում այս ամենի արանքում ոչ թե ապահովագրական խարդախությունն էր, այլ մի շատ ավելի մեծ ու կարևոր պլան։ Սա JP Morgan-ն է։ Այդ պահին աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը եւ միևնույն ժամանակ White Star Line ընկերության սեփականատերը, փաստացի ասած Տիտանիկի սեփականատերը։ Բանն այն է, որ JP Morgan-ը այդ տարիներին ուներ շատ մեծ ու կարևոր նախագիծ։ Նա երազում էր ստեղծել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգ, որը ըստ էության ֆինանսական, այսպես ասած, իշխանությունը իր ձեռքը կվերցներ, կտպեր դոլար եւ կվերահսկեր Ամերիկայի ֆինանսական ամբողջ շարժը։ Բայց այս միասնական ռեզերվը ստեղծելու ճանապարհին JP Morgan-ը ուներ իր հակառակորդները։ Այդ թվում էին 3 հիմնարար գործարարներ եւ միլիոնատերեր։ Նրանցից մեկը Ջոն Աստորն էր, բիզնեսմեն, միլիոնատեր եւ մարդ, որը կատեգորիկ դեմ էր JP Morgan-ի գաղափարին։ Երկրորդը Բենջամին Գուգենհամն էր եւ երրորդը Իսիդոր Շտրաուսը։ Միևնույն ժամանակ հետաքրքիր մի փաստ ասեմ, նա Macy's հանրախանութների ցանցի սեփականատերն էր։ Այս երեքը JP Morgan-ի ճանապարհին, այսպես ասած, խոչընդոտներ էին, որպեսզի նա իրականացներ իր կյանքի ամենամեծ նախագիծը։ Եվ գուշակեք բոլոր երեքը որտեղ են հայտնվում, ապրիլի 15-ին նրանք լինում են Տիտանիկ նավի վրա։ JP Morgan-ը ինքը եւս պետք է լիներ Տիտանիկի վրա, բայց նավարկության սկսվելուց ընդամենը 2 օր առաջ նա հայտնում է, որ հիվանդ է եւ չեղարկում է իր ճանապարհորդությունը, բայց ընդամենը մի քանի օր հետո Տիտանիկի խորտակումից նրան ողջ առողջ տեսնում են Ֆրանսիայում։ Իսկ գիտեք ինչն է ամենատարօրինակը, որ իրականում Տիտանիկ նավի շատ հատվածներ տարիների ընթացքում արդեն հայտնաբերվել են, լուսանկարվել են, հետազոտվել են, բայց չի հայտնաբերվել մի բան՝ նավաշինարարական համարը։ Յուրաքանչյուր նավ իր ստեղծումից հետո ձեռք է բերում իր անհատական, այսպես ասած, շիֆրը, կոդը, համարը, որը դրվում է նավի պողպատյա մի հատվածի վրա։ Եւ գուշակեք ինչ, Տիտանիկ նավի նավաշինարարական համարը 401-ն էր, Օլիմպիկինը 400-ն էր։ Եվ բախտի բերմամբ, թե պատահմամբ հենց այն հատվածը, որտեղ ենթադրաբար կարող էր նշված լինել նավի համարը, կամ ծածկված է ժանգի հսկայական մի շերտով, կամ էլ առհասարակ բացակայում է։ Բայց հիմա ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որից ուղղակի ձեր մարմնով սարսուռ կանցնի։ Եվ դուք կհասկանաք, որ Տիտանիկ նավի խորտակման ետևում գուցե ոչ թե ֆինանսական աֆյորա, այլ շատ միստիկ մի բան է թաքնված։ Հիմա ես եկել եմ Զավանտ Էսթետիկս ու խնդրելու եմ, որ Զարա Հարությունյանը մեզ բոլորիս խորհուրդ տա, ոնց է պետք անել բոթաքս, որպեսզի ունենաս լավ արդյունք, որովհետև բոլորի աչքը վախեցած է, որ ունքը կթռնի, սառած կլինեն, ինչից է պետք զբոսանալ։ Շատ մարդիկ անհանգստանում են հանգարցակի ունքը չկախվի։ Ուղղակի իր ինջեկտորը պետք է իմանա basic անատոմիան, որտեղ է մկանները կպած, որտեղ կարելի է սրսկել,
որտեղ պետքա խուսափել։ Մյուս բանը, որից են շատերը խուսափում, ու երևի տեսել եք Ջակ Նիկոլսոնը, ասենց զարմացած տնակներ ունքերով մարդկանց, ասենց մի տեսակ Ջակ Նիկոլսոնն եմ ես ասում, 3-րդ եւ 4-րդ, մի 4-ը պրոբլեմա կա, որը շատ են խոսում, երբ որ սրսկում են, ուսած մի տեսակ թշիկներ են ստանում։ Ինչի, որովհետեւ իրանց ինջեկտորը սրսկելուց հանկարծակի սխալ մկանի մեջ է բոթոքսը ներարկել ու այդ մկանը անշարժացրել է։ Դա զայգոմատիկոս մկաններն են, որը արդեն թուշը տանել բերելու ոնց որ ֆունկցիան են կատարում։ Եվ վերջապես այն սառացած, զարմացած դեմքերը, օրինակ ես personally նախընտրում եմ իմ client-ներին, patient-ներին ավելի ոնց որ աշխուժ միմիկա թողնել, ինչքան շատ unit ես ներարկում, այդքան արդյունքը ավելի երկար է պահում, բայց արդյոք արժի քարացած դեմքով մի 4-5 ամիս ման գալ, որ հետո մի 2 ամիս էլ նորմալ մարդու դեմքով ման գալ, ինձ թվում է չարժի։ Դրա համար նախընտրելի է ճիշտ քանակի բոտոքս ներարկել, ճիշտ մկանային շարժը թույլատնելու համար, որպեսզի մարդը 3-ից 4 ամիս նատուրալ դեմքի արտահայտությունով ման գա, մարդու չվախացնի, չզարմացնի, ինքն չվախենա ինքը իրան հայլու մեջ նայելու համար։ Եթե որևէ beauty պրոցեդուրա եք ուզում անել, botox, ֆիլերներ, լազերային պրոցեդուրաներ, այստեղ Լոս Անջելեսում կարող եք գալ Zavant Aesthetics, որը հիմա մասնաճյուղ ունի նաև Բրբանկում։ Մենք հայերս, որ գալիս ենք Հայաստանից, Ռուսաստանից, միշտ խառնենք, որովհետև կապ ունենք գնում, կապ ունենք վաճառում կամ ժառանգություն պետք է ընդունենք եւ դրա համար իհարկե մենք չենք կարող գնալ, հասնել նորից Հայաստան կամ Ռուսաստան, ինչ անել, այստեղ Լոս Անջելեսում գտնել լավ նոտար։ Ինչ գործարքներ եք անում։ Նոտարական ծառայությունների մեջ մտնում են նաև լիազորագրերը, որոնք մենք պատրաստում ենք Հայաստան, Ռուսաստան ուղարկելու համար եւ մարդիկ հնարավորություն ունեն չլքելով երկիրը, կազմակերպել իրենց բոլոր գործերը այստեղից այնտեղ լիազորելով ինչ-որ մեկին։ Առնել, վաճառել, նվիրել, ժառանգություն ընդունել կամ հրաժարվել, շատ տարբեր են գործարքները, նույնիսկ կա հնարավորություն օրինակ անչափահաս երեխայի անձնագրի ժամկետը լրանում է եւ դեսպանատնով դա մի փոքր երկար է տևում, մի քանի ամիս լիազորագրի հիման վրա կարող եք ձեռք բերել 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանում։ Գիտեմ նաև այսօր ինձ պատմեցիք, որ ունեք նոր շատ հետաքրքիր ծառայություն այստեղ։ Այո։ Պատմենք նաև, որտեղ վստահ եմ շատ մարդու կհետաքրքրի։ Այո։ Մեր հաճախորդներին որոշել ենք ուրախացնենք եւ նոր ծառայություն ունենք, այսինքն մենք մեր գրասենյակում ունենք լիցենզավորվել ենք եւ կարող ենք կազմակերպել ամուսնություն, գրանցել եւ նույն օրը սերտիֆիկատը տալ մարդկանց։ Ընդ որում ցանկության դեպքում կարող են կազմակերպել գեղեցիկ ամուսնական արարողություն, ինչպես գրասենյակում, այնպես էլ ձեր նշված ցանկացած վայրում։ Տիտանիկի խորտակվելուց 14 տարի առաջ էր։ Լույս է տեսնում մի գիրք, որի անունն էր Տիտանի խորտակումը։ Վերնագրից կարծում եմ արդեն մոտավորապես հասկացաք ինչի մասին է խոսքը լինելու։ Այս գրքի մեջ պատմում էր հեղինակը մի անխորտակելի նավի մասին, որի անունը Տիտան էր։ Վեպի մեջ Տիտանը բախվում է հսկայական այսբերգի եւ գուշակեք որ ամսին ապրիլին, ինչի արդյունքում էլ Տիտանը խորտակվում է իր հետ տանելով հազարավոր մարդկանց կյանքեր։ Տիտան, Տիտանիկ, անխորտակելի նավ, ապրիլ, այսբերգ եւ խորտակում ու հազարավոր զոհեր։ Բայց հիմա պատմության այն հատվածը, որից իսկապես ձեր մարմնով սարսուռ կանցնի։ Հետազոտությունների արդյունքում օվկիանոսի հատակին նավի մոտավորապես հենց այն հատվածում, որտեղ եղել է կապիտան Սմիթի սենյակը, գտնվել է այդ վեպը։ Գտնվել է Տիտանի խորտակման մասին պատմող գիրքը։ Իսկ Տիտանիկի խորտակումից մի քանի տարի հետո մարդկանց ուղղակի շոկի մեջ գցեց մի պատմություն։ Ասում են, որ Ատլանտյան օվկիանոսի այն հատվածով, որտեղ ժամանակին խորտակվել է Տիտանիկը, անցնելիս է լինում հերթական մի փոքր նավ, որը ալիքների վրա շատ պատահական տեսնում է փոքրիկ փրկարարական նավակ։ Նավի անձնակազմը որոշում է օգնության հասնել։ Փրկարարական նավակի մեջ լինում է տղամարդ,
որին բարձրացնում են տախտակամած, տղամարդը հայտնում է իր անունը։ Նա ասում է, որ ինքը կապիտան Էդվարդ Սմիթն է, Տիտանիկի կապիտանը, ով տարիներ շարունակ սպասում էր, թե երբ են իրեն փրկելու։ Այս պատմությունը որքան էլ զառանցանքային թվա, բայց միևնույն է, եթե կապես վեպի մասին պատմության հետ եւ այն պատմության հետ, որ չգիտես թե ինչպես Տիտանի խորտակման մասին պատմող գիրքը հայտնվում է այն վայրում, որտեղ խորտակվել էր Տիտանիկը հենց Էդվարդ Սմիթի ենթադրյալ սենյակի հատվածում, պատմությունը իսկապես ցնցող է։ Եվ հենց դրա արդյունքում էլ կան կոնսպիրոլոգներ, ավելի ճիշտ միստիկայի սիրահարներ, ովքեր համոզված են, որ իրականում Էդվարդ Սմիթը, նավի կապիտանը եւ JP Morgan-ը եղել են մի միստիկ առեղծվածային ծրագրի մասը, ինչի արդյունքում էլ կապիտանը ոչ թե հեռացել է այս աշխարհից ու խորտակվել է, այլ հավերժացել է, հավերժաբար հետևելով իր նավին օվկիանոսի հատակին։ Գիտեմ զառանցանք է թվում, բայց հետաքրքիր է։ Այս կադրերում արդեն դուք տեսնում եք մեկ այլ հետազոտական խումբ, եւ սա արդեն ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն է իր թիմի հետ։ Նրանք ուսումնասիրում են Տիտանիկի մնացորդները, որպեսզի ստեղծեն մեր սերնդի եւ երևի թե նաեւ հետագա սերունդների համար իսկապես կուլտային դարձած Տիտանիկ ֆիլմը, որից արդեն ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մենք, դուք իմացանք Տիտանիկի լեգենդար խորտակման պատմությունը։ Տիտանիկը մինչև այսօր էլ շարունակում է հետաքրքիր մնալ։ Ու պատճառը ոչ թե այն է, որ պոպուլյար դարձած ֆիլմի միջոցով այն հասավ միլիոնավոր մարդկանց սրտերին, այլ այն, որ Տիտանիկի խորտակման հետևում շատ հարցականներ կան, որոնք մինչև այսօր էլ պատասխան չեն ստացել։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում, եթե ձեզ հետաքրքիր է իմանալ Տիտանիկի խորտակման պատմությունը եւ եթե դուք ուզում եք իմանալ, թե մանրամասն ինչ է կատարվել 1912 թվականի ապրիլի 15-ին Տիտանիկի խորտակվելուց րոպեներ առաջ նավի վրա եւ ինչ հետաքրքիր պատմություններ են եղել Տիտանիկի խորտակման ժամանակ, որոնք որ ֆիլմում հայտնի տեղ չեն գտել, ես առաջարկում եմ ձեզ գնալ իմ ալիք եւ դիտել Տիտանիկի մասին պատմող իմ առաջին վիդեոն, որը արդեն գրեթե 700,000 դիտում ունի իմ ալիքում, խորհուրդ եմ տալիս ձեզ գնալ, դիտել նաեւ առաջին մասը եւ իհարկե այս վիդեոյի մեկնաբանություններում լինել ակտիվ։ Ես խնդրում եմ ձեզ ասել ձեր կարծիքը, ինչ եք դուք մտածում։ Դուք կարծում եք, որ իսկապես 1912 թվականին խորտակվել է Տիտանիկը, թե իրականում խորտակվել է Օլիմպիկը, իսկ Տիտանիկը շարունակել է իր գոյությունը։ Ամսական փոքրիկ գումարով, ընդամենը չնչին փոքրիկ ամսավճարով կարող եք միանալ իմ Patreon-ին եւ օգնել ինձ եւ իմ թիմին, որպեսզի մենք ավելի շատ վիդեոներ ձեզ համար նկարենք ու տեղադրենք։ Մինչեւ նոր վիդեո։